14 հոկտեմբեր 1995 թվական, ուրբաթ Երևան Գյումրի մայրուղի։ Քաղաքից ելք, 20 տարեկան աղջիկը կանգնած է մայթեզրին, պայուսակը ուսին գցած և պատահական մեքենա է փնտրում։ Անի Հարությունյան, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, կարճահասակ, նիհար, ջինսե բաճկոնով և սպիտակ սպորտային կոշիկներով, սև մազերը հավաքված են պոչիկով, ականջներին կարմիր քարով ոսկեօղեր են։ Հանգստյան օրերին գնում է ծնողների մոտ, մայրուղով 180 կիլոմետր է, 3 ժամվա ճանապարհ, եթե մեքենայի հարցում բախտը բերի։ Ավտոբուսը 20 րոպե առաջ է գնացել, հաջորդը վաղն առավոտյան է, սպասելու տեղ և իմաստ չկա, որովհետև պատահական մեքենայով երթևեկելը նորմալ է։ Այդպես է երթևեկում ամբողջ Հայաստանը, ամեն օր, ամեն մայրուղով։ Եվ գրեթե երբեք ոչինչ չի պատահում։ Մեքենան կանգնեց 15 րոպե անց։ Սպիտակ Մոսկվիչ 412, ճաքած դիմապակիով։ Հանին նստեց, պայուսակը գցեց հետևի նստատեղին, շրխկոցով փակեց դուռը։ Մեքենան շարժվեց և գնաց դեպի արևմուտք, քաղաքի վերջին տների, լցակայանի, պատի, գայի, պահակակետի կողքով, դեպի դաշտեր, դեպի սարեր, դեպի տուն։ Անին տեղ չհասավ։ Ինչ պատահեց Երևան Գյումրի մայրուղու վրա 1995 թվականի հոկտեմբերի 14-ի երեկոյան։ Ուր անհետացավ 20-ամյա ուսանողուհին։ Եվ ինչու 10 տարի չէին կարողանում նրան գտնել։ Հիմա կպատմեմ, բայց ամեն ինչի մասին հերթով։ Վարորդի անունը Արմեն Արամյան էր, 36 տարեկան, բանվոր։ Պատահական գործերով էր գումար վաստակում։ Մերթ շինհրապարակում, մերթ սուկայում, մերթ Երևանից մարզեր մեքենաներ էր տեղափոխում։ Այդ օրը գնում էր Գյումրի, ավագ եղբոր մոտ, ով սղոցարանում աշխատանք էր խոստացել։ Սովորական տղամարդ, դատվածություն չուներ, պատասխանատվության չէր ենթարկվել։ Նրանցից մեկն էր, որոնցից 100 հազարավորներն էին երթևեկում հայաստանյան մայրուղիներով 95 թվականին։ Անսափրտաշ, վանդակավոր վերնաշամակներով, ջարդված մեքենաներով, գրպանում դատարկ տրամապանակով։ Անին նրա մեքենան նստեց ցերեկվա ժամը 4-ի կողմերը։ Պայմանավորվեցին 500 դրամով մինչև Թալին։ Նորմալ գնում էին, զրուցում էին, որտեղից, ուր, ինչ ես աշխատում, որտեղ ես սովորում։ Հիմա դժվար է, այո դժվար է, բայց ոչինչ, կդիմանանք։ Սովորական խոսակցություն, սովորական ճանապարհ, սովորական ուրբաթ։ 120-րդ կիլոմետրի վրա Մոսկվիչը սկսեց ցնցվել, քարշը կորավ, շարժիչը մի քանի անգամ փռշտաց ու հանգավ։ Բենզապոմպն էր, մեմբրանը պայթել էր։ Մայթեզրին նորոգել չէր կարող, պահեստամաս էր պետք։ Երեկոյան 6-ի կողմերն էր, հոկտեմբեր ամիս, շուտ է մթնում։ Արևը մտավ սարերի հետևը։ Ջերմաստիճանը +5 աստիճան և քամի։ Անընդհատ դաշտային քամի, որից ջինսե բաճկոնը չի փրկում։ Արմենը շուրջը նայեց, դաշտ, դատարկություն, չոր խոտ։ Բայց աջ կողմում, մայրուղուց 1 կիլոմետր հեռավորության վրա, մի քանի տանիք կար, ծառեր, սյուներ, գյուղեր։ Ասաց Անիին, գնանք օգնություն խնդրենք։ Անին գլխով արեց, վերցրեց պայուսակը ու գնաց նրա հետևից։ Գյուղը կոչվում էր Լորուտ, նախկին սովխոզի բաժանմունք, որը փակվել էր 92-ին։ 15 տուն, որոնցից բնակելի էին 4-ը կամ 5-ը։ Մնացածը դատարկ, տախտակամածով գանված, փլված տանիքներով։ Գյուղը մահանում էր այնպես, ինչպես այդ տարիներին մահանում էին հազարավոր նմանատիպ գյուղեր ամբողջ Հայաստանում։ Լուռ, դանդաղ, տուն առ տուն մտան գյուղ գրունտային ճանապարհով։ Ձախից մութ տուն, ցանկապատը քանդված, աջից մութ, լուսամուտները տախտակներով գանված։ Եվս մեկ մութ տուն, եվս մեկը։ Ու հետո լույս, թույլ դեղին լույս պատուհանի մեջ։ Միակ կրակն ամբողջ մեռած գյուղում։ Արմենը թակեց դարպասը, դուրս եկավ մի տղամարդ, 50 անց, միջահասակ, նիհարավուն, բամբակե բաճկոնով, ֆուֆայկա և երկարաչիտ կոշիկներով։ Նրա դեմքը, Արմենը հետո շատ անգամներ փորձեց նկարագրել այդ դեմքը քննիչին և չկարողացավ։ Սովորական դեմք, ոչ վախենալու, ոչ բարի, ոչ չար, ոչ մի առանձնահատկություն չունեցող։ Այն դեմքերից, որոնք տեսնում ես շուկայում հացի հերթում և չես հիշում, որովհետև կառչելու բան չկա։ Արմենը բացատրեց. մեքենան փչացել է, գործիք է պետք։ Տղամարդը գլխով արեց. ներս եկեք, տեսնեմ ինչ կա։ Ձայնը հանգիստ էր, հավասար, առանց էմոցիաների։ Բակը մաքուր էր, խնամված էր, ինչը տարօրինակ էր մահացող գյուղի համար։
Ցանկապատն ամբողջական էր, դարպասը ծխնիների վրա, մուտքի մոտ կրկնակոշիկները կոկիկ շարված էին, կար նաև ավել ու դույլ, կարգուկանոն, մաքրություն, վերահսկողություն, ամեն իր տեղում էր։ Տղամարդը ներկայացավ որպես Սուրեն, գնաց դեպի մարաղը, բետոնե, երկաթե դռնով ու մեծ կողպեկով։ Չարչարվեց, դուրս եկավ բանալիների հավաքածուով, տվեց Արմենին ի ասաց. «Գնա սարքիր, եթե չգործարկվի, արի կգիշերեք»։ Արմենը մենակ գնաց մեքենայի մոտ, Անին մնաց։ Մրսել էր, հոգնել, խնդրեց տաքանալ։ Սուրենը նրան տուն թողեց, տեյնիկը դրեց։ Արմենը չէր անհանգստանում, նորմալ է, Հայաստան է, հյուրընկալություն, այդպես է ընդունված, դա հազարամյա օրենք է։ Նա մտածում էր բենզապոմպի մասին, այլ ոչ թե աղջկա, ում թողել էր անծանոթ տղամարդու տանը, մեռած գյուղում։ Կես ժամ մթության մեջ քրքրեց մեքենան։ Անօգուտ էր, մեմբրանը պայթել էր, առանց նորի հնարավոր չէր սարքել։ Վերադարձավ լորուտ, տանը տաք էր, վարարանը վառվում էր, ածխո և եփած մսի հոտ էր գալիս։ Սեղանին տեյնիկ էր, բաժակներ, հաց, լավաշ, միս։ Անին նստած էր սեղանի շուրջ, Սուրենը դիմացը, զրուցում էին։ Սուրենը պատմում էր գյուղի մասին, սովխոզի, այն մասին, որ եկել է 3 տարի առաջ, տուն է գնել, մենակ է ապրում։ Արմենը նստեց սեղանի շուրջ, Սուրենը օղի հանեց, մասիս, կես լիտր, ճանապարհից հետո տաքանալու համար։ Արմենը խմեց, Սուրենն էլի լցրեց, Արմենն էլի խմեց։ Անին չէր խմում, թե էր խմում, հետո ասաց. «Հոգնել եմ, ուզում եմ քնել»։ Սուրենը ցույց տվեց սենյակը, մահճակալը, վերմակը, բարձը։ Անին գնաց։ Արմենը մնաց Սուրենի հետ, խմում էր, խոսում կյանքի, աշխատանքի, եղբոր մասին։ Սուրենը լսում էր, գլխով անում, լցնում էր։ Ինքը քիչ էր խմում, կամ ձև էր անում։ Երեկոյան 10-ին Արմենը ծանր ու անհուսորեն հարբած էր, ինչպես լինում է հոգնած սոված մարդը դատարկ ստամոքսին կես լիտր խմելուց հետո։ Պարկեց հատակին, ներքնակի վրա և ակնթարթորեն քնեց։ Առավոտ, պատուհանից մոխրագույն լույս էր ընկնում, գլուխը ծանր էր, բերանը չոր։ Խոհանոցում բաժակներ էին երեկվա թեյով, դատարկ շիշը կողքի վրա ընկած էր։ Տանը լուռ էր, հանգիստ։ Դուրս եկավ միջանցք։ Անիի սենյակի դուռը բաց էր, մահճակալը հավաքված էր, պայուսակը չկար, Անին չկար։ Դուրս եկավ մուտքի մոտ։ Սուրենը նստած էր աստիճանին, ծխում էր, նայում էր դեպի դաշտը։ Արմենը հարցրեց. «Ուր է աղջիկը»։ Սուրենը պատասխանեց. «Գնաց»։ Երեկոյան ժամը 11-ի կողմերը, ասաց չեմ ուզում սպասել մինչև առավոտ, կգնամ մայրուղի, պատահական մեքենա կգտնեմ, ծնողներս սպասում են։ Ես նրան ասում էի. «Ուր ես գնում, մութ է, սպասիր», բայց չլսեց, հավաքեց պայուսակն ու գնաց։ Արմենը կանգնած էր մուտքի մոտ, լսում էր, և նրա ներսում ոչինչ չցնցվեց։ Չցնցվեց, որովհետև խումար էր, որովհետև գլխացավ էր, որովհետև բացատրությունը տրամաբանական էր։ Աղջիկը շտապում էր, չսպասեց, գնաց, պատահում է։ Սուրենն օգնեց մեքենայի հարցում, ինչ-որ տեղից մեմբրան գտավ, միասին տեղադրեցին, Մոսկվիչը գործարկվեց։ Արմենը շնորհակալություն հայտնեց, սեղմեց նրա ձեռքը, նստեց ու գնաց Գյումրի։ Եվ 3 շաբաթ չէր մտածում Անիի մասին, որովհետև պատահական մեքենայում անծանոթ մարդը դա 500 դրամն է, 3 ժամվա ճանապարհը, դե հաջողություն և վերջ։ Իսկ հետո նոյեմբերի սկզբին Արմենը նստած էր եղբոր խոհանոցում, թեյ էր խմում, հեռուստացույց էր նայում, և էկրանին հայտնվեց մի սև ու սպիտակ ուսանողական լուսանկար, մի դեմք, որը նա ճանաչեց ակնթարթորեն, մինչև հաղորդավարիկ խոսելը։ Որոնվում է Անի Կարապետի Հարությունյանը, ծնված 1975 թվականին։ Անհետացել է հոկտեմբերի 14-ին։ Արմենը նայում էր էկրանին, իսկ թեյը բաժակում մեջ սառչում էր։ Նա տեղ չէր հասել, նա անհետացել էր։ Նրան փնտրում են 3 շաբաթ, և ինքը վերջինն է, ով նրան տեսել է։ Կամ ոչ վերջինը, կար նաև Սուրենը։ Տունը մեռած գյուղի ծայրին, դեղին լույսը պատուհանի մեջ։ Գնացել է երեկոյան 11-ի կողմերը։ Հաջորդ օրն Արմենն ինքը գնաց ոստիկանություն և ամեն ինչ պատմեց։ Գործը փոխանցեցին Գյումրի ըստ տարածքային ենթակայության։ Քննիչ Բաղդասարյան Դավիթ Մարատի, ավագ լեյտենանտ, 29 տարեկան, 3 տարի պաշտոնում, 14 գործ միաժամանակ, 1 ՈՒԱԶ ամբողջ բաժնի համար, ամիսը 1 կանիստր բենզին։ Փորձագետ չկա, շուն չկա։
95 թվականի հայաստանյան ոստիկանությունը իրավաբանական դիպլոմով եւ դատարկ կաբինետով մի երիտասարդ է, որտեղ կա սեղան, աթոռ, չհրկիզվող պահարան եւ հեռախոս, որն աշխատում է ընդհատումներով։ Բաղդասարյանը 4 ժամ մանրամասն հարցաքննեց Արմենին։ Ստուգեց, մաքուր է։ Ալիբին հաստատվեց, վկա է, ոչ կասկածյալ։ 4 օր անց գնաց լորուտ։ Վերցրեց տեղամասային ոստիկան Պետրոսյանին, տարեց փորձառու մի մարդու, ով գիտեր 100 կիլոմետր շառավղով բոլոր գյուղերը։ Պետրոսյանը գիտեր Սուրենի մասին։ Հայտնվել է 93-ին, տուն է գնել, մենակ է ապրում, հանգիստ է, բողոքներ չկան։ Գնում եմ կես տարին մեկ։ Սուրենի տունը աղյուսից է, 4 պատուհան, շիֆեր, մաքուր բակ։ Սուրենը դուրս եկավ, միջահասակ, նիհարավուն, հանգիստ։ Բաղդասարյանը ներկայացավ, բացատրեց, Սուրենը գլխով արեց։ Հիշում եմ, եղել են, մեքենան փչացել էր, թողեցի գիշերեն։ Պատասխանում էր հստակ, մանրամասն, առանց դադարների, առանց կմկմալու։ Ցուցմունքները լիովին համընկնում էին Արմենի ցուցմունքների հետ, տարբերվում էին միայն մեկ բանում։ Ըստ Սուրենի, Անին հավաքել է պայուսակը երեկոյան 11-ի կողմերը, դուրս է եկել մայրուղի։ Ինքը փորձել է համոզել, որ մնա, նա չի լսել, գնացել է դեպի մթություն։ Բաղդասարյանը խնդրեց ցույց տալ տունը, Սուրենը հանգիստ ներս թողեց, ցույց տվեց ամեն սենյակ, խոհանոց, սենյակ, նախասենյակ, ոչ մի կասկածելի բան։ Նկուղը Բաղդասարյանը չստուգեց։ 10 տարի անց կրկնակի հարցաքննության ժամանակ նա կասի. ես անգամ չհարցրի, նկուղ կա թե ոչ։ Ես կասկածելու հիմքեր չունեի, ցուցմունքները համընկնում էին, նա չէր նյարդայանում, չէր խճճվում։ Խուզարկության համար օրդեր է պետք, օրդերի համար հիմքեր են պետք, իսկ ես չունեի։ Ես եկա, խոսեցի, գրառեցի, գնացի եւ 10 տարի ապրեցի դրա հետ։ Նկուղը տան տակ էր, մարագից մուտքով, այն նույն մարագից, որը երկաթե դռնով ու մեծ կողպեկով էր։ Բետոնե հատակ, բետոնե պատեր, 3-ի 4-ի վրա մետր, առանց պատուհանների, առանց օդափոխության։ Բաղդասարյանն այն չէր տեսել, ոչ ոք չէր տեսել։ Սուրենը կանգնած էր բակում եւ նայում էր, թե ինչպես է ոստիկանական ուազը գյուղից դուրս գալիս գրունտային ճանապարհ եւ ձլվում մոխրագույն դաշտին։ Հետո պրոխպոսելով կողնորոշիչները ուղարկվեցին, լուսանկարը փակցվեց ավտոկայաններում եւ շուկաներում, վարորդների հարցում։ Պատը կանգնեցնում էր մեքենաները մայրուղու վրա, ցույց էր տալիս նկարը։ Հարցված 23-ից ոչ մեկը չէր տեսել աղջկան Մայթեզերնա լորուտի մոտակայքում հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը։ Դա պետք է զգոնացներ։ Եթե Անին դուրս էր եկել մայրուղի, ինչ որ մեկը պետք է տեսած լիներ նրան։ Բաղդասարյանն արձանագրեց դա զեկուցագրում մի տողով եւ անցավ առաջ, հաջորդ գործին, որովհետեւ 14 գործ կար, որովհետեւ բենզինը վերջացել էր։ Բայց հենց այդ տողն էր բանալին։ Ոչ ոք չէր տեսել Անիին մայրուղու վրա, որովհետև Անին մայրուղու վրա չէր եղել։ Տնից դուրս չէր եկել, պայուսակը չէր հավաքել, ճանապարհով չէր քայլել։ Այդ ամենը չէր եղել։ Դա ոչ ոք չգիտեր 10 տարի։ Իսկ հետո Սուրենն արեց այն, ինչ քննիչները հետագայում կանվանեն կազմակերպված հանցագործի դասական վարքագիծ։ Օգնություն առաջարկեց որոնումներում։ Բաղդասարյանի այցից մեկ շաբաթ անց եկավ տեղամասային Պետրոսյանի մոտ։ Անհանգստանում եմ, ասաց։ Նա չէ, որ ինձ մոտ է գիշերել։ Կարող եմ դաշտերով քայլել, նայել։ Պետրոսյանն ընդունեց օգնությունը։ Սուրենը որոնողական խմբի հետ 3 օր քայլեց։ Սանրում էին մայրուղու շրջակայքը, նայում էին առուները, զորերը, ավերակները։ Սուրենը քայլում էր բարեխղճորեն, մեթոդաբար, եւ անընդհատ խմբին հեռացնում էր գյուղից բլուրի հետևը, դեպի ջրհորը։ Փնտրեցին, չգտան, որովհետև գտնելու բան չկար։ Անին այն մարդու տան պակ գտնվող նկուղում էր, ով քայլում էր տեղամասային ոստիկանի կողքին եւ ձեռքով ցույց տալիս հորիզոնը։ Սուրենը հայտարարություններ էր փակցնում։ Անիի նկարը կախված էր սյան վրա, տնից 100 մետր հեռավորության վրա, որի նկուղում հենց Անին էր։ Մինչև դեկտեմբեր քամին պոկեց հայտարարությունը եւ տարավ դաշտ։ Անիի հայրը Կարապետը շրջում էր դիահերձարաններով, առաջին տարին ամեն ամիս, հետո ավելի հազվադեպ, հետո դադարեց։ Ինֆարկտ 2000-ականներին։ Մահացավ, այդպես էլ չիմանալով։ Մայրը Գայանեն սպասում էր 10 տարի, ամեն օր, որովհետև եթե մարմինը չկա, ուրեմն կարող է որջ լինել։ Գործը կասեցվեց 97-ին, թղթապանակը դրվեց չհրկիզվող պահարանում եւ փոշով ծածկվեց։
Լորուտը մահանում էր։ 96-ին հեռացավ երեխաներ ունեցող վերջին ընտանիքը, 97-ին ծերերը, 98-ին եւս մի քանիսը։ 2000-ին մնացել էր 3 բնակել տուն, որոնցից մեկում Սուրենը։ Թե երբ հեռացավ Սուրենը, հստակ հայտնի չէ։ Նոր տեղամասայինը լորուտը չէր ստուգում։ Ըստ վերջին բնակիչների ցուցմունքների, Սուրենն ապրել է մինչև 2000 կամ 2001 թվականներ, հետո անհետացել է, չի հրաժեշտ տվել, տունը չի վաճառել։ Պարզապես մի օր հարևանները նկատեցին, որ ծխնելուզից ծուխ չի գալիս, լույսը չի վառվում, դարպասը փակ է։ Որոշեցին գնացել է, ինչպես բոլորը։ Տունը մնաց, փակ, դատարկ, ամբողջական պատուհաններով եւ ամբողջական ցանկապատով միակ չքանդված տունը լորուտում։ Մինչև 2003 թվականը գյուղն ամբողջովին մեռած էր, 15 տուն, 0 բնակիչ։ 2004-ին հողը վաճառեցին քոթեջային ավանի կառուցման համար։ Երբ մայիսին հրապարակ եկավ բուլդոզերը, 5 տները քանդելու, Սուրենի տանը մոտեցան մայիսի 23-ին։ Բուլդոզերավար Միքայելը 26 տարեկան հետո պատմում էր. այս տունը տարբերվում էր մյուսներից։ Մյուսները փտած էին, փափուկ։ Բուլդոզերն անցնում էր դրանց միջով, ինչպես դանակը կարագի միջով։ Սա ամուր էր։ Պատերն ամբողջական էին, ապակիներն ամբողջական։ Պատն առաջին անգամից չի ենթարկվեց, ստիպված էի ճնշել, եւ տունը փլվում էր դանդաղ, ծանր, ճռռոցով, կարծես դիմադրում էր։ Երբ փոշին նստեց, Միքայելը փլատակների տակ նկատեց բետոնե սալիկի եզր, ինքնաշեն, ցցված արմատուրայով։ Շերեփով քաշեց, սալիկը ճաքեց եւ նրա տակ բացվեց մի փոս, մութ, խորը, խոնավության եւ էլի ինչ-որ բանի, ծանր քաղցրավուն հոտով։ Մի հոտով, որից նա ինստինկտորեն ցնցվեց նախքան ուղեղը կհասցներ մտածել։ Միքայելը անջատեց բուլդոզերը, մոտեցավ եզրին եւ նայեց վար։ Նկուղ 3-4 մետրի վրա, բետոն, առանց պատուհանների։ Անկյունում երկաթե մահճակալ, զսպանակավոր ցանցով։ Կողքին դեղին պլաստմասե դույլ։ Պատին կեռ, կեռից դեպի վար շղթա։ Սովորական շան շղթա, միայն թե ծայրին ոչ թե վզկապ էր, այլ պողպատե շերտից ինքնաշեն սեղմակ, չափերով հասուն մարդու կոճին համապատասխան։ Հատակին, մահճակալի մոտ մարդկային ոսկորներ։ Կմախքը ոչ ամբողջական էր, մասամբ քանդված փլուզումից, բայց ճանաչելի։ Իսկ գանգի կողքին բետոնե հատակին փոշու մեջ օղ էր։ Ոսկե, կարմիր քարով։ Միքայելը ոչինչ չձեռք տվեց, դուրս եկավ, հեռացավ, նստեց հողին ու ծխեց։ Ձեռքերը դողում էին։ Ոստիկանությունը եկավ 3 ժամ անց։ Նկուղը փաստաթղթավորվեց, մուտքը քողարկված էր։ Խոհանոցի հատակի դռնակը լցված էր բետոնով։ Երկրորդ մուտքը մարագից շարված էր աղյուսով։ Շաղախի փորձաքննությունը ցույց տվեց շարվել է մոտավորապես 2000 թվականին, երբ Սուրենը հեռացավ։ Դատաբժշկական փորձաքննություն, կանացի կմախք, տարիքը 20-ից 25 տարեկան, հասակը մոտ 1 մետր եւ 60 սանտիմետր, մահվան վաղեմությունը 8-ից 12 տարի, մահվան պատճառը չի պարզվել։ Դաստակների եւ կոճերի ոսկորների վրա խորը ակոսներ են, ներաճած ոսկորի մեջ, որոնք համապատասխանում են մետաղական ֆիքսատորների երկարատև կրմանը։ Դատաբժշկական փորձագետը գրեց. մի քանի ամսից մինչև մի քանի տարի։ Օղը ոսկե է, սինթետիկ սուտակ։ Երևանի ոսկերչական գործարան։ Թողարկման տարեթիվը 92 կամ 93 թվական։ Մայրը Գայանե Հարությունյանը եկավ ճանաչման։ Օղն անմիջապես ճանաչեց 2 մետր հեռավորությունից, ապակու միջով։ Ստոմատոլոգիական փորձաքննությունը հաստատեց։ Ատամնաբուժական քարտը համընկավ։ Անի Հարությունյան։ Գործը վերավորակվեց, որպես սպանություն։ Նոր քննիչ, կապիտան Եղիազարյան, 34 տարեկան, սկսեց 0-ից։ Բարձրացրեց հին արձանագրությունները, գտավ բոլորին։ Բաղդասարյանն աշխատում էր որպես իրավաբան մասնավոր ֆիրմայում։ Պատմեց ամեն ինչ եւ ավելացրեց. Եթե նա ողջ էր, երբ ես կանգնած էի նրա խոհանոցում, ես կարող էի փրկել նրան։ Ես դա չարեցի։ Արմենն աշխատում էր շինհրապարակում, Վանաձորում։ Կրկնեց ցուցմունքները եւ ավելացրեց այն, ինչ նախկինում չէր ասել։ Երբ ես առավոտյան հարցրի նրա մասին, նա անգամ չշրջվեց։ Նստած էր մուտքի մոտ, ծխում էր, պատասխանեց. գնաց։
Հանգիստ, կարծես ես հարցրի, որտեղ է կատուն, ոչ թե մարդը, այլ որտեղ է կատուն։ Հիմա 10 տարի անց ես հասկանում եմ, որ դա աննորմալ էր։ Այն ժամանակ չհասկացա։ Պետրոսյանը թոշակի էր, պատմեց որոնումների մասին եւ ավելացրեց. երբ մենք սանրում էինք դաշտը, նա միշտ արջևից էր գնում եւ միշտ մեզ հեռացնում էր գյուղից, բլուրի հետևը, դեպի ջրհորը։ Ես այն ժամանակ մտածում էի օգնում է, հիմա մտածում եմ շեղում էր։ Լորուտի նախկին բնակիչներից մեկը, Մարիամ տատը, 76 տարեկան, պատմեց մի մանրամասնություն, որից Եղիազարյանի խոսքերով իր մազերը բիզ-բիզ կանգնեցին։ Մարիամ տատն ասաց. ես երբեմն գիշերը ձայներ էի լսում նրա բակից, ոչ թե ճիշ, այլ թակոց։ Խուլ, կարծես ինչ-որ մեկը հողի տակից խփում է երկաթին։ Ես մտածում էի հին ջրագծի խողովակներն են, իսկ երբեմն ոչ թե թակոց էր, այլ ոռնոց, կամաց, երկար։ Ես մտածում էի շուն է, նրա բակում շան բուն կար, բայց շուն ես երբեք չեմ տեսել։ Ոչ մի անգամ այդքան տարիների ընթացքում, բունը կար, իսկ շուն չկար։ Ես մի անգամ հարցրի. Սուրեն, դու շուն ունես։ Նա ասաց ոչ։ Բա ի՞նչն է ոռնում։ Նա նայեց ինձ ու ասաց. քամին։ Եվ ես այլևս չհարցրի, որովհետև նա այնպես նայեց, որ ես էլ չէի ուզում հարցնել։ Երբ էի լսում ձայները։ 96-97 թվականներին, ձմռանը։ Հետո դադարեցի լսել 98 կամ 99 թվականին։ Անին անհետացել էր 95-ին։ Ոսկորների վրայի ակոսները մի քանի ամսից մինչև մի քանի տարի, թերևս 3-4 տարի։ Քանի դեռ մայրը սպասում էր, քանի դեռ հայրը շրջում էր դիահերձարաններով, քանի դեռ գործը չհրկիշվող պահարանում էր, Անին ողջ էր նկուղում, այն սյունից 100 մետր հեռավորության վրա, որից կախված էր նրա նկարով հայտարարությունը։ Սուրենին փնտրում էին, կողմնորոշիչներ ուղարկվեցին ամբողջ Հայաստանով, ՆՀՆ բազաներով, Ինտերպոլով։ Լորուտում ապրած 7 տարիների ընթացքում նրանից ոչ մի լուսանկար չկար։ Ֆոտորոբոտը կազմեցին Արմենի եւ Բաղդասարյանի խոսքերով։ Երկուսն էլ չէին կարողանում հիշել դեմքը։ Արմենն ասում էր, աչքերը սովորական, քիթը սովորական, բերանը սովորական։ Նա բոլորի նման էր, նա ոչ մի առանձնահատկություն չուներ։ Ստացվեց դեմք առանց դեմքի, ստանդարտ դիմագծերի հավաքածու, որը համապատասխանում է հազարավոր տղամարդկանց։ Անունը Սուրեն Հովանիսյան։ Ստուգման ժամանակ պարզվեց, որ իսկական Սուրեն Հովանիսյանը մահացել է 90 թվականին տուբերկուլյոզից։ Լորուտի մարդն ապրում էր մեռած մարդու փաստաթղթերով, թե ով էր նա իրականում, անհայտ է։ Մատնահետքերը վերցվեցին նկուղում, շղթայից, կեռից, մահճակալից։ Ստուգվեցին բոլոր բազաներով, ԱՊՀ բոլոր երկրներով, Ինտերպոլի միջոցով։ Ոչինչ։ Այդ մատնահետքերով մարդ գոյություն չունի աշխարհի ոչ մի բազայում։ Եղիազարյանը ստուգեց 1993-ից 2000 թվականներին Երևանի եւ Շիրակի մարզերում երիտասարդ կանանց անհետացման չբացահայտված գործերը։ 14 անհայտ կորած, տարիքը 17-ից 30։ Կապը Սուրենի հետ չի ապացուցվել, չի հերքվել։ 14 գործ, 14 հարցական նշան։ 2012-ին Եղիազարյանը տեղեկություն ստացավ Ռուսաստանից։ Օրենբուրգի մարզում Նովոսերգեևկա հավանում մասնավոր տան կոյուղու վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է կահավորված նկուղ, մահճակալ, շղթա, դույլ, կեռ պատի մեջ, առանց մարմնի, դատարկ։ Տերը 62 տարեկան տղամարդ էր, ըստ փաստաթղթերի Հայաստանի քաղաքացի, բնակվում էր 2002-ից։ Ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել, վիրավորվել է, մահացել է հիվանդանոցում 4 ժամ անց։ Հետմահու լուսանկարը ցույց են տվել Արմենին, Բաղդասարյանին, Մարիամ տատին։ Երեքն էլ նույնն են ասել. կարող է ինքն է, կարող է ոչ։ Անցել է 17 տարի, դեմքը սովորական էր, չեմ հիշում։ Մատնահետքերը համեմատել անհնար է։ Մարմինը դիակիզվել է մինչև հարցումը։ Փաստաթղթերը կրկին գոյություն չունեցող մարդու անունով են։ Լորուտի եւ Նովոսերգեևկայի միջև կապը ապացուցված չէ։ Մահճակալ, շղթա, դույլ, կեռ։ Համընկնում, թե ձեռագիր։ Եղիազարյանը կարծում է ձեռագիր է, ապացուցել չի կարող։ Մայրն Անիին հուղարկավորել է Թալինում, հոր կողքին, 2005 թվականի հուլիսին, ոսկորները փոքրիկ փակ դագաղում։ Միակ օղը, այն, որը գտել էին, վերցրել է եւ կրում է վզին, շղթայով։ Երկրորդ օղն այդպես էլ չգտան։ Սուրենին,
կամ ինչպես էլ նրան կոչեին, նույնպես։ Եղիազարյանը արդեն պաշտոնաթող փոխգնդապետ մինչ օրս գործի պատճենը պահում է տանը, սեղանի ներքևի դարակում, եւ տարին մեկ անգամ, հոկտեմբերի 14-ին, բացում է թղթապանակը վերընթերցում ցուցմունքներն ու չի կարողանում պատասխանել այն հարցին, որն իրեն տալիս է արդեն 20 տարի։ Քանի նկուղ է ունեցել այդ մարդը։ Մեկը Լորուտում, հնարավոր է մեկը Նովոսերգեևկայում, իսկ էլի քանիսը։ Որ գյուղերում, որ մարզերում, որ երկրներում